ամսի քանիսին ասում են, որ դիվենսը գալիս է Հայաստան, սա պետք է տնի, ինչ կան գործ ունենք անելու, ինչ կան եւ այլն։ Ընդ որում դուք պնդում եք, որ նախագահի մակարդակով պետք է անընդհատ իրենք։ Ես ծեր տարավ ֆիգուրա։ Մարդը բանից գնում է կոռուպցիայի, չգիտեմ ինչի մեջ, դատարանից դուրս է գալիս քաղաքական մասին հայտարարություններ անում։ Լուրջ է բոլորը։ Դրա համար առաջարկ եմ արել։ Իշխանությունները ժամանակ ունեն։ Նիստ արեք մի հատ սրանց անձերը մխելությունից զրկեք, հարցերը փակեք, վերջանա գնա։ Իրենք էլ վերջանան գնան։ Ինչ է նշանակում։ Մենք պետք է ինչպես Հայաստանը կարգի բերենք, ինչպես մեր հայրենագիցների հետ մեր հարցերը կարգավորենք, որ համազգային համախումբ լինի։ Ռուսաստանում ահռելի քանակությամբ հայություն ուծանում է, չէ՞։ Տեղյակ չեն բան, այնքան հարցեր ունենք քննելու։ Իրենք չեն մեր հարցերը, իրենց դարն անցել է իրենց արածով։ Իրենց դարն անցել է, եկեղեցու ներսում ասում ենք, որ դա ինչ որ փոփոխություն լուծվեն, այդ հարցերը պետք է լուծվեն։ Բայց այստեղ եկեղեցու հետ կապված նոր լարվածությունը, լարվածությունը նորից եկեղեցու շուրջ զինված ուժերում հոգևոր ծառայությունը։ Զինված ուժերում բարձվեց ինչ եղել, որ հոգևոր ծառայություն իրականացնող հոգևորականները պաշտպանության նախարարության ենթակայության տակ պետք է լինեն, ոչ թե եկեղեցու, որովհետև եթե վերջը մի խոսքով ասի ամեն ինչ պարզ է։ Ես ասում եմ, հիշեք այստեղ, ասում եմ, հարցը շատ արագ լուծել է, պետք է քրեական գործեր հարուցել, վերջացավ գնաց։ Կարելի է ցկել այս հարցը։ Դե հիմա պաստորեն եպիսկոպոսատ ժողովի հետ կապված 6 հոգու արդեն Չէ, ոչ մենք, բանի չէ, կաթողիկոսի վերաբերյալ գամտի ասեն ոչինչ չկա։ Ոչ մի բան չկա, կամ էլ քրեական գործ հարուցել, կամ ավարտել, կամ էլ, հա, դե որ քրեական գործ հարուցեինք ավարտվել, եթե չկա, ասեք, այդ մարդիկ էլ գնան իրենք հանգիստ տները, մեր տեսակետն այդպեսին է եղել, կարծում եմ նորմալ է, թե չէ անընդհատ ինչ։ Եվ անդրադառնանք ներքաղաքական կյանքում ինչ է տեղ ունենում։ Դուք ասում եք այդ 34%, 33% մեր ձևովի ներկայացրած թվերը, որ ցույց են տալիս։ Թվերն ունեն, փող ունեն, թխում են էլ ինչ է։ Ինչ հարց է, դա ինչ այդ որ ծառայությունն է, իրենց ինչի համար պետք է այդքան ձայն տան։ Չէ, ընդունում, որ Սամվել Կարապետյանը առաջատարներում է, ինչպես իրենք են նշում։ Իհարկե, որ Սամվել Կարապետյանը Հայաստանի քաղաքացի է, Ռուսաստանի, այս հարցը պետք է բարձրի։ Հայաստանի համասական մարմինները պետք է հայտարարություն անեն։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը թող հայտարարություն ունի, Սամվել Կարապետյանը իրավունք ունի ընտրությունների մասնակցելու, թե չէ։ Այս հարցերը պետք է բարձրվեն։ Եթե Ռուսաստանի քաղաքացի է, իրավունք չունի։ Եվ վերջ։ Դրանով էլ դա փակել, այդ հարցեր, այսինքն ըստ ձեզ հարցերը փակելու բավականին շատ արագ լուծումներ կան, քանի որ հիմքերը կան։ Մենք սահմանադրորեն եւ իրական նպատակով երկիրը հայտարարել ենք ժողովրդավարական, ճիշտ է, եւ իրավական պետություն։ Իրավական պետությունը նշանակում է օրենքների խստագույն կիրառություն եւ իրագործում։ Կիրառել է ու վերջ։ Այս բոլորը կթռնի կգնա։ Եկեղեցու հետ կապված քրիստոնեական համերաշխության միջազգային կազմակերպության նախագահ Փաստորեն Էջմիածնում հանդիպել է Վեհաթափարի, հանդիպել է այստեղ այն դրսից ընկեր կռիվ Բագրատ Գալստանյանին է հանդիպել։ Այդ հարցերը լուծողներ են էլի հայտնվում, էլի մեկ իրեն է բերում բան, բայց այստեղ մի բան կա, Հայաստանը պետություն է եւ նրա օրենսդրությունից կներեք ցանկացած պարագայով, որը մեկը դուրս չի օրենքների գործունեությունից չի կարող լինել։ Հիմա ինչ, որ ասում են ինչ, հիմա կառավարությունն էլ կարող է Դուբայում հիմա վարչապետն ընդդել 10 հոգու ասի, նրանք էլ հակառակն ասեն։ Հարցը պետք է լուծվի։ Վերում են, որ ինչ է լինել։ Ժողովուրդը գոհ է վիճակից։ Պարոն Շիրինյան, խոսում եք Կարսի մասին, մի քանի անգամ այսօր հիշատակեցիք, Ադրբեջանի Միլի Մեջլիսի որոշմամբ Մոսկվա եւ Կարսի պայմանագրերի անվանումները հանվում են Նախիջևանի սահմանադրությունից։ Նոր տարբերակում նշվում է, որ Նախիջևանը Ադրբեջանի անբաժանելի մասը չի եւ նա պրոտեկտորատ է ըստ Մոսկվայի դաշնակցի։ Այդ դաշնակցի տերը ոչ թե Ադրբեջանն է, ոչ թե Հայաստանը, այլ Ռուսաստան-Թուրքիա պայմանագրի մեջ է 5-րդ հոդվածն է, թե 3-րդ։
երրորդ հոդվածն է եղավ, ուրեմն դա Ռուսաստանի Թուրքիայի պայմանավորվածություն է Հայաստանի դեմ նվերը տրված Ադրբեջանին եւ այնտեղ գրված է որ պրոտեկտորատ է խնամակալություն է խնամակալություն նշանակում մասը չի հիմա փաստորեն դրա վրա է աշխատում մենք ինչի վրա Սերժո Ռոբերտի վրա ենք աշխատում տարբեր ենք ինչի վրա ենք աշխատում Սամվել եմ բերել ինչ ասեք քաղաքացի չես վերջ ու վերջ հիմա դրա համար էլ էս հարցերը էսպես են գնում նրանք նայեցեք հակառակորդը թշնամին բարեկամը կապ չունի անելու է այն ինքը ինչ անում է ինքդ պիտի իմանաս քո անելիքը եւ գնաս քո ճանապարհով հիմա 30 տարի մենք եղել ենք չեք տարածներ բանակ զարգացնեիք երբ որ Խաչքարերը Ալիևը ջարդեց Արաքսը լցրեց Քոչարյան Ռոբերտի ժամանակ Խաչքարերի համար գրիվ տայիք հիմա արդյունքի վրա ինչ էս պիտի ինձ համար դա հասկանալի չի էլ հիմա պիտի պետությունը կայացվի եւ մեր ժողովրդի համար քաղաքացու համար կյանք ապահովի եւ լավ կյանք ապահովի զարգացած կյանք Մեր պետության զարգացման համար նաև մեր հարևանները պետք է լավ վիճակում լինեն, չէ՞, տարածաշրջանը պետք է լինի կայուն։ Հիմա Իրան Միացյալ Նահանգներ այս նայեցեք, դա ինչ որ մեզնից չի կախված։ Դրա համար մենք ինչքան լավ կլինենք, հզոր ենքան մեր հետ հարևանությունը կլավանա, ինչքան գուժեղանանք, բարեկամությունը հավասարակշռության կգա, թշնամիներն էլ կլռեն, կընդունեն Ալիևի նման, չուզենալով կգնան Դուբայ, չուզենալով էս կանեն, որտեղ տարբերակ չունեն։ Հիմա հեռանկարներն էսպես է։ Իրանում եթե ես չգիտեմ, ռեժիմի չեմ ուզում խոսեմ ընդհանրապես։ Ռեժիմի փոփոխություն եղավ, այստեղ շատ բաներ կփոխվեն, արմատապես կփոխվեն եւ մեր վիճակը շատ ավելի կլավանա։ Իսկ այնպես էլ մենք Իրանի հետ ունեցել ենք նորմալ հարաբերություն, պիտի աշխատել անկախ իր ռեժիմից, ինչպես որ մեր սկզբումն է, Իրանի հետ վահել հարաբերությունները լավ վիճակի մեջ։ Տեսեք, դուք չեք ուզում խոսենք մենք նախկին նախագահների մասին, բայց ամեն դեպքում Թրիփի ծրագրի հետ կապված եւ Իրանի Ռոբերտ Քոչարյանն ասաց, որ Միացյալ Նահանգները է տալիս, որ Իրանի հետ կռիվ սարքի։ Իրենից Մոսկվան ուզում է Թրիփը չգործարկեք։ Բայց Զախարովան ասում է, որ իրենք ուզեն մեջ մտնել, Հայաստանից էլ ասում են չեք կարող։ Իրենք խցկվում են մեջ, խցկվում են ու Զախարովայով, խցկվում են նախագաներով։ Դրա համար ես ասում եմ, այս նախագաների անձեռնմխելությունը հանեք դրանք մեր պետության շահերը չեն պաշտպանում։ Ինչի համար եք։ Այսինքն ինչ են սրանք անձեռնմխելի։ Անհասկանալի ինչ են պետական պահպանության տակ եւ ինչու են պետական միջոցներով ապրում։ Ու չունևոր են։ Դուք պատասխան ունեք ինչուների։ Չէ, ես առաջարկ ունեմ։ Երբ որ խորհրդարան ունեն 100%։ Եթե մենք խորհրդարանում եղանք, այդ հարցերը խորհրդարան են մտնելու։ Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան ուղարկվեց հացահատիկի նոր խմբականակ։ Տնտեսական հարաբերություններ։ Ինչ է, դիվերսիֆիկացիա է։ Գնալու ենք, այդ ջամփով գնալու ենք։ Ուզենք թե չուզենք, թե շատ ենք ուզում։ Ասեմ ուզենք թե չուզենք, այսպես է, նախ ուզենք թե չուզենք, բայց այդ հարցը հանենք։ Եթե Ադրբեջանով չկար, այսօր լայսը փակ կլներ, բայց վստահաբար լարսը բաց է։ Ոչ մի պետություն իրեն մի պատուհանի աշխատանքի վրա չի թողում, ինչպիսի ծանր վիճակում է լինել։ Ամեն պետություն աշխատում է մի քանի պատուհան անպայման բաց։ Պատուհանը լայն կլինի, նեղ կլինի, լավ կլինի, վատ կլինի, բայց չնչելու ալտերնատիվ, հա, ալտերնատիվ, այս մեզ էլ հիմա եմ ասում, ընտրությունները շատ էլ մոտիկ չեն, շատ էլ հեռու չեն։ Հայաստանի խորհրդարանը պիտի վերածվի պարլամենտի եւ այնտեղ պիտի լինի այլընտրանքային ընդդիմություն, ոչ ռևանշիզմ։ Այն ժամանակ շարժվենք, պետություն կունենանք։ Իսկ այսպես կմնանք նույն վեճերի մեջ։ Նույն, արդեն մաշող, օգնեցնող, բան չասող։ Պարոն Շիրինյան, ասում եք, որ մեր պարագայում, հայ ժողովրդի պարագայում էմոցիաները որոշ դեպքերում պետք է ետ մղվեն։ 2 օր առաջ փաստորեն պատերազմում զոհվածների ծնողները բողոքի ակցիա են իրականացնում եւ նախագահից պահանջում են ներողություն խնդրել իրենցից, որ Ալիևին ներողություն է ասել, շնորհակալություն է ասում, մի խոսքով ինչ անել, ինչու են ծնողների ցավը մենք այսպես։ Ես ասեմ ձեզ, ես էտիկետի հարցով ինքս ավելի խիստ եմ։ Մենք
մեր իշխանությունը մենք չգիտեմ ով էլ լինի, այդ ինչ որ հայտարարում, ինչ որ խոսում ենք, այդ բոլորը պետք է ինչ են ասում, 1000 անգամ կտրես, բանը չափես հետո նոր կտրես։ Հարցերը շատ սուր բան են, նուրբ են, այդ հարցերը նուրբ են եւ պետական շահերը անդադ պետք է պահես։ Պետական շահերը պահպանելով այդ ծնողների նկատմամբ ինչպիսի վերաբերմունք պետք է լինի։ Օրինակ ձեր ծրագիրը ինչպիսին է։ Պետության ինչ ասեմ, բոլոր միջոցները, այսինքն ինչ, այս ծնողների, հարազատների եւ հասարակության, էլի, պիտի լինի շատ հոգատար բոլոր պետական հնարավոր միջոցներով, նաեւ ոչ պետական հնարավոր միջոցներով պիտի օժանդակել, բա ոնց։ Բա մերն են, չէ՞։ Այսինքն ոնց դրա համար հասարակության վիճակն էլ պետք է լավանա, բարեկրթություն, հարգանք է պետք, չէ՞, հիշեք բանին։ Աֆղանստանից պատերազմից վերադառնում են, Աֆղանստան տեղը չէին էլ իմանում, եկողների հանդեպ ինչ հարգանք կար։ Չէին էլ իմանում ինչ են գրում իրենց զավակները։ Ով գիտեր Աֆղանստանը որտեղ։ Ուրեմն այս բոլորը մենք պետք է բարձրանանք, մենք ծնգախշոկ չպետք է ապրենք, այդ բանը գողապետական կարգավիճակներ, այդ բաները պետք է բան անենք, իսկ բաց չի որ այս ծնողները ամենայն հարգանքի են արժանի եւ պետք է մենք ինչ քրիստոնեական վերաբերմունք է պետք, այստեղ բառացի իմաստով է պետք, քրիստոնեական վերաբերմունք է պետք, բոլորի կողմից։ Ռոբերտ Քոչարյանն ասում է ժողովրդին հարգելու սուտը մի խոսեք թեկուզ Ադրբեջանից վառելիք ներկրելու Պարագայում եւ ես Քոչարյանը թող իր հարցերին պատասխանես, իրեն չպատասխան։ Ինձ ինքը հետաքրքիր չի։ Իրենք այս մարդիկ բայց իրենք հանրության շրջանում հա ինչ անեն դուք ասենք իմաց այդ ձեր գործը բայց որ գալիս են բերեք մի հատ նոր մարդիկ բերեք նոր հասկացանք իրենք արել են այն ինչ կարողացել են եւ ժողովուրդը Քոչարյանին որ դուք ասում եք հիմա հենց խոսում են փողոցում ասենք տեսնում են մարդիկ հիշում են գնդագահարություններ ուրեմն թաղամասերի քանդել, անտուն, անտեր եւ այլն, ինչ որ արել են։ Քոչարյան բանը Սերժ Սարգսյանն էլ ինչ ասեմ, առանձնապես չեն հիշում։ Բադեն-Բադենից են խոսում եւ տոկոսներից, որ ինքը խփում էր։ Սա իրենց կենսագրությունն է։ Հիմա ինչով ունեն փող ունեն, բան այդ իրենց փողերից, չգիտեմ ինչ միջոցներից եւ ասենք գնել են հսկական քանակությամբ բայրակթարներ որպես լրատվամիջոցներ, իրենց մասը խոսում են, բայց ով է հավատում։ Իհարկե համագիրներ ունեն, բայց դրանք քանի տոկոս են, կարծում եմ շատ չէ։ Դրա համար իմ ասածն է, որ էլի այդ քաղաքական բաները, անցած բաներ են, պիտի առաջ նայել։ Անցած բաների չխոսենք, բայց խոսենք մի քանի օրից հետո իրոք կարող է Դիվենսի այցը իրականություն դառնալ Հայաստան։ Այ սա պիտի։ Հիմա պիտի ես ունեմ մտավախություն, ոչ վախ։ Ձեզ մոտ ասել եմ, ինչպես կարողանան ամերիկյան ծրագրերը իրականություն դարձնել, լավ դարձնել, օգտվել վիճակից։ Հիմա որ Գերմանիայի մասին է, գերմանացիք էլ կարող էին եւ ասենք Մարշալի պլանը փչացնեին, հնարավոր է, մարդ են, բայց չփչացրին։ Եվ Եվրոպան, այսինքն շանսը եկել է, անենք այդ մեկը լրացնենք, նորը ասում եք պետք է նախագահի մակարդակով իրեն ես նույնիսկ կարծում եմ, որ չէ կառավարությունը հատուկ երևի թե ինչ-որ կառույց պետք է առաջացնի, որ դրանցով, եթե առաջացրել են, ես տեղյակ չեմ, որը պետք է աշխատի այս հարցերը տեղ հասցնելու մասին եւ Հայաստանը կլինի տեխնոլոգիապես զարգացած խոշոր չափերի մասին չի խոսքը։ Եվ ինչպես նշում եք, նրան տանել ջերմուկ ցույց տալ ազերիներին, որ նստած են մեր տարածքում եւ խոսել գերիների մասին։ Ոչ միայն տանել, ինչի դեպքին համ տանել, տեսնել եւ այլն, այս բոլորը պետք է արվի առանց որևէ բանի։ Հիմա մի քիչ էլ մի բառ ասեմ, չնայած իմը չի, դա ես վախենալ պետք չի, Ադրբեջանը ընկել է միջազգային կապերի այն Սարդոստայնի մեջ, որից ինքը հիմա դուրս գալ չի կարող եւ բանակներ մեր նախկին այն վիճակում չի։ Հետեւաբար հաջորդ քայլը պիտի տանել, ցույց տալ, ասել եւ այլն։ Եվ նաեւ այդ մարդկանց էլ, ովքեր որ Արցախի հարցով իշքան եմ ասել, մի հատ հանձնախումբ ստեղծվի աշխատվի, ինքնորոշման իրավունք եւ այլն։ Եվ որ չի արվում, մենք ինչ ասենք։ Տարիներ շարունակ ասում եմ, չէ՞, իշքան եմ ասել, Քուր Արաքսյան Հայաստանը ստեղծեք, թե չէ չի լինելու, վատ է լինելու, վատ եղավ։
Ուրեմն ասողին լսողը պետք եւ քաղաքականության մեջ հիմա ինչ չվերագրվի գիտությանը, գրթությանը եւ քաղաքական պատմությանը մեծ տեղ պետք է տրվի։ Ամեն մարդ պետք է զբաղվի իր գործով, չէ՞, իր գործով է շատ բան է։